Մի օր երիտասարդ ուսանողն իր ուսուցչի հետ գնաց զբոսնելու։ Դրսում փողոցի մյուս կողմում ուսանողը նկատեց մի զույգ հնամաշ կոշիկներ, որոնք պատկանում էին աղքատ մի գյուղացու, ով այդ պահին աշխատում էր դաշտում։ Ուսանողն ասաց պրոֆեսորին. «Արի կատակենք, թաքցնենք նրա կոշիկները և հետևենք, թե նա ինչ կանի»։ Պրոֆեսորը պատասխանեց. «Երիտասարդ, երբեք մի կատակիր ուրիշի դժբախտության վրա, բայց քանի որ դու հարուստ ես, կարող ես հաճույք ստանալ հետևյալից. յուրաքանչյուր կոշիկի մեջ մեկական ոսկե մետաղադրամ դիր, իսկ ես ու դու կթաքնվենք ծառերի հետևում և կտեսնենք, թե նա ինչ կանի»։ Ուսանողն այդպես էլ արեց, և նրանք երկուսն էլ թաքնվեցին։ Շուտով գյուղացին ավարտեց աշխատանքը և դաշտից հետ եկավ այն վայրը, որտեղ թողել էր կոշիկներն ու վերարկուն։ Երբ նա հագնում էր կոշիկները, զգաց, որ դրա մեջ ինչ-որ բան կա։ Սկզբում կարծեց, թե քար է, բայց երբ տեսավ, որ ոսկե մետաղադրամ է, շատ զարմացավ։ Նա նայեց շուրջը և ընկավ մտորումների մեջ, նորից նայեց, բայց ոչ մեկի չտեսավ։ Մետաղադրամը դրեց գրպանը և սկսեց հագնել մյուս կոշիկը։ Հայտնաբերելով մյուս մետաղադրամը, գյուղացին սկսեց արտասվել։ Հանկարծ նա ծնկի իջավ, գլուխը բարձրացրեց դեպի երկինք և սկսեց աղոթել ու շնորհակալություն հայտնել։ Աղոթքի մեջ նա հիշեց իր ծանր, հիվանդ կնոջը, երեխաներին, ովքեր ուտելու բան չունեն, իսկ հիմա անտեսանելի ձեռքի շնորհիվ, որն իրեն ոսկե մետաղադրամներ է տվել, նրանք այժմ կփրկվեն։ Ուսանողը խորը ցնցված էր, աչքերից արցունքներ էին հոսում։ Պրոֆեսորը հարցրեց. «Եթե դու կատակեիր այնպես, ինչպես որ սկզբում էիր ցանկանում, արդյոք ավելի երջանիկ կլինեիր, քան հիմա»։ Տղան պատասխանեց. «Պրոֆեսոր, դուք ինձ մի դաս տվեցիք, որը երբեք չեմ մոռանա։ Հիմա ես հասկանում եմ այն, ինչ երբեք չեմ հասկացել. ավելի օրհնված է նա, ով տալիս է, քան նա, ով ստանում է։ Դրա համար էլ, եթե ուզում ես բարություն անել, շտապիր, հաստատ չես զղջա, հետևիր խղճիդ ձայնին և մի շեղվիր բարոյական արժեքների ուղուց»։